ես ծառայել եմ։ Այո, ծելի հետևորդներ եւ ոչ միայն։ Ինձ թվում է բոլորի համար շատ անակնկալ կլինի, որ առհասարակ իմ կյանքում բոլոր մարդկանց համար, ովքեր իմանում են այդ փաստը, որ ես ծառայել եմ, շատ մեծ անակնկալ է դա դառնում, քանի որ նախ ինձնից սպասելի չի եղել նման բան, երկրորդ հիմա որ պատմեմ պատմությունը, ավելի լավ կհասկանաք։ Ուրեմն, երբ ես ամնում էի, այդ ուսանողական 1 տարվա ընթացքում, ուսանողական, չէ, դպրոց ուս տարվա 1 ընթացքում, 1 ուս տարվա ընթացքում, ոստոցի 1 ուս տարվա ընթացքում, Ալյասկայում շատ քիչ զբաղմունքներ կային բացի դպրոցից եւ դե բնականաբար տանից, տնեցիներից, երեխաներից։ Մի խոսքով, եւ ես ընտրում էի ամեն հնարավոր հնարավորություն, որպեսզի իմ օրը լցվի, իմ առօրյան լցվի։ Եվ մի շատ գեղեցիկ օր ընտանիքը, որտեղ որ ես հյուրընկալվել էի, իրենք զինվորական էին։ Ճիշտ է, իրենք ծառայում էին օդային ուժերում, բայց ինձ առաջարկեցին, որ իրենց երկրում առհասարակ կա հնարավորություն, երբ որ դպրոցական տարիներին 1 տարի կամ 2 տարի կարող ես անցնել այդ ծրագիրը ու հետո արդեն կարող ես անցնել աշխատանք այնտեղ ու հավատացեք քաղաքացիությունը այդտեղ ընդհանրապես կապ չունի։ Ես այդ 1 տարին ընտրեցի ծառայել ջրային ուժերում։ Դա իմ լավագույն որոշումներից էր այնտեղ, որովհետև այն ամենը, ինչ ես ստացա այդ ծրագրից, այդ հնարավորություններից, այդ շրջագայությունից ծրագրի միջոցով, ուղղակի անփոխարինելի է իմ կյանքում։ Ինչ շատ հաճելի էր ծանոթանալ նոր մարդկանց հետ, նոր սովորություններ։ Ես առհասարակ չէի պատկերացնում, թե ջրային ուժերում ինչպես կարող են մարդիկ ծառայել, ոնց է այդ ամեն ինչը իրականանում։ Նախ անցել ենք պատմությունը, երկրորդ զենքերի տեսակներ, չգիտեմ, որ զենքով ինչպես կրակել, շատ մեծ փորձառություն եմ ունեցել ու ամենալավը դրանում այն էր, որ մեզ ոչ թե ցույց էին տալիս զենքերը, այլ հենց սովորեցնում էին, վարժանքներ էին կանում։ Մի խոսքով, հետո անցնում էինք հատուկ պատրաստվածություն, որը այստեղ երևի ոնց են ասում մեր բանակում։ Ես ոյ շարային։ Երևի մի խոսքով ես գնայեմ այդ բառը։ Երբ որ մի խոսքով, երբ որ պարադների ժամանակ դուրս են գալիս, քայլում են, ինչ որ մի խոսքով, այդ ամեն ինչը։ Ես ունեմ հոլովակներ, եթե ցանկանաք մի հատ առանձին հոլովակել կպատրաստեմ այդ հոլովակները, որպեսզի տեսնեք։ Մեզ տվել էին նաև այդ ոնց են դրան ասում, իրենց գիրը, այդ հագուստը, որը որ նախատեսված է հենց առիթների գրելու համար, այս հոլովակի շարունակությունը իմանալու համար անցեք իմ էջ եւ դիտեք մաս 2-ը։